Այս կվերցնենք, որ տարբեր լինի երրորդ երկրներից եւ Յապոնիայից։ Կարաքի հարցը լուծեցիք, ճանաչեցիք մեր Կարաքի են կողմը, սրանք վերցնենք։ Իսպաներեն չտանք։ Ֆրանկն է։ Հա։ Անվտանգ սնունդ կայքի առաջարկով եւ նախաձեռնությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ իրականացրել ենք ՀԱՏՄ եւ երրորդ երկրներից ներմուծված եւ սահմանային հսկողության չենթարկված արտադրանքների լաբորատոր փորձաքննություն։ Հաշվի առնելով հնչած կարծիքներն ու ապրանքների ռիսկայնության աստիճանը, ընտրել ենք կաթնամթերքի շուկան եւ նոյեմբերի 28-ին ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ փորձաքննության ենք ներկայացրել ներմուծված 12 տեսակի ապրանք։ Երրորդը ֆրուկտից յոգուրտային Մասնավորապես ընտրել ենք շուկայում լայն սպառում ունեցող յոգուրտներ, թթվասեր, մանկական կաթնաշոր, կարագներ եւ որպես բանրային արտադրանք ներկայացված մթերքներ։ Ապրանքները փորձաքննության ենք ներկայացրել 2 տարբեր լաբորատորիա։ Մենք ստանդարտ դիալոգ, ՍԱՏՄ-ն իր ենթակայության տակ գտնվող ՀԲԼՑԿ լաբորատորիա։ Այսպիսով փորձաքննված 12 նմուշներից 5-ում հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես 3 նմուշում ֆրուտիս նեժնի յոգուրտային արտադրանքներում եւ բրեսլիտոքս թթվասերում կաթնաթթվային մանրէների քանակը եղել է սահմանվածից 10 անգամ քիչ։ Նմուշներից մեկում գալանդец արտադրանքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Նմուշներից 2-ի ուսումնասիրության արդյունքում մենք բացահայտել ենք ապրանքների կեղծման, նույնականացման եւ մակնշման հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես մոցարելա ապրանքը ներկայացված է որպես սպիտակուցաճարպային արտադրանք, մինչդեռ ՀԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նման հասկացություն պանրի եւ պանրային արտադրանքների համար սահմանված չէ։ Մոցարելան պանրի տեսակի անվանում է, սակայն ըստ լաբորատոր փորձաքննության այս ապրանքը պարունակում է ընդամենը 1.8% կաթնայուղ, այնինչ նույնիսկ պանրային արտադրանքի դեպքում կաթնայուղի պարունակությունը պետք է լինի առնվազն 50%։ Այսինքն տվյալ ապրանքը չի նույնականացվում ոչ որպես պանիր եւ ոչ էլ որպես պանրային արտադրանք, սակայն մակնշված է մոցարելա պանրի անվամբ, այսինքն ապրանքը կեղծված է եւ մոլորեցնում է սպառողին։ Գալանդец արտադրանքը ըստ մակնշման նույնպես սպիտակուցաճարպային արտադրանք է, ու չնայած որ վաճառվում է պանրի բաժնում, ոչ պանիր է եւ ոչ էլ պանրային արտադրանք։ Ըստ լաբորատոր փորձաքննության այն պարունակում է ընդամենը 1% կաթնայուղ։ Մակնշման խախտում է հայտնաբերվել Parmalat յոգուրտում։ Հայերեն մակնշումը եղել է անընթեռնելի եւ փակցված օրիգինալ մակնշման կարևոր տեղեկություն պարունակող հատվածի վրա։ Նշենք, որ նյութի հրապարակման պահին ՍԱՏՄ-ն արդեն իսկ վերահսկողություն է իրականացնում խախտումներ ունեցող ապրանքները ներմուծող ԼԴԼ, ԼԻԱԿ գրուպ, Ադամիում եւ Մեգաֆուդ ընկերություններում։ Վերահսկողության արդյունքները կներկայացվեն առաջիկայում։